Նախանձ ամեն ինչից նախ իմ անձն է, ամեն ինչից վեր իմ անձն է, ես եմ, որևէ մեկը ինձանից ավել չի կարող լինել։ Այսպես է մտածում նախանձը։ Եվ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, նախանձը սկսում է սրտի չարությունից, ծնվում է սրտի չարությունից և պայքարում է բարուդեմ։ Չարիք է, որ բարուդեմ է պայքարում, բայց կա նախանձախնդրություն կամ նախանձավորություն, ինչպես մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի մասին Ավետարանն ասում է, քո տան նախանձը քեզ կուտի։ Երբ է այս խոսքերն ասում, երբ որ մեր Տերը Հիսուս Քրիստոս մտնում է տաճար և աղևնավաճառերներին ու լումայափողներին դուրս է հանում։ Քո տան նախանձավորությունը քեզ կուտի, այսինքն Քրիստոսի սրտի բարությունից ծնվեց այդ նախանձախնդրություն, նախանձավորությունը, ոչ թե նախանձը, այլ նախանձավորությունը և պայքարեց չարիքի դեմ։ Ինչ չարիքի։ Աստծո տունը առևտրի տուն չպետք է լինի, Աստծո տունը աղոթքի տուն պետք է լինի։ Այս էր չարիքը, որ աղոթքի տունը դարձրել են առևտրի տուն։ Այդ պատճառով նախանձախնդրություն, նախանձավորությունը ծնվեց Քրիստոսի սրտից և պայքարեց չարիքի դեմ, բարությամբ պայքարեց չարիքի դեմ, իսկ նախանձը լրիվ հակառակն է, չարությամբ պայքարում է բարիքի դեմ։ Պատկերացնում եք ինչքան չարիք պետք է լինի մարդու մեջ, որ ոչ մի բան չլինի, ատելությունն է լցված նախանձ մարդու սրտի մեջ, որ չկա բարություն, այ պայքարում է բարիքի դեմ չարությամբ լցված։ Նախանձ մարդու շուրջ ամեն ինչ չորանում է, մի կանաչ ծիլ չի երևում, ինքն էլ չոր է, իր շուրջն էլ ամեն ինչ չորանում է։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, նախանձ նշանակում է նախ իր անձին է վնասում, նախանձը, երբ որ դու ինքդ քո անձը ամեն ինչից վեր ես դասում, նախ իմ անձը, դու իմացի նախ քո անձն ես կործանում, հետո դիմացինին ես կործանում, հետո վերացնում ես։ Մի իմաստուն թագավոր է լինում, նախանձ ու ագահ իր թագավորության մեջ ամենանախանձ և ամենաագահ մարդկանց կանչում է իր մոտ և ասում է, խնդրեք ինձանից ինչ որ կուզեք, բայց մի պայման կա, եթե ինչ էլ որ խնդրեք, ես մյուսին կրկնակի եմ տալու, եթե մի պարկ ոսկի ես ուզում, ես մյուսին 2 պարկ պիտի տամ, եթե իմ թագավորության կեսն ես անգամ ուզում, իմ ամբողջ թագավորությունը կտամ մյուսին։ Եվ այս նախանձն ու ագահը սկսում են վիճել։ Մեկն ասում է դու ուզի, մյուսը ասում է չէ դու ուզի։ Ինչու են այդպես անում, որ եթե մեկը մի պարկ ուզի, այն մյուսին 2-ը հասնի։ Եվ շատ երկար է տեղում այդ վեճը, ագահի նախանձի միջև, մեկը ասում է չէ դու ուզի, մյուսը ասում է չէ դու ուզի, թագավորը բարկանում է, ասում նախանձին կանգնեցնում, ասում է չէ, առաջինը դու պետք է ուզես։ Ասում է թե ես պետք է ուզեմ առաջին, ասում է մի աչքը հանեք։ Այսինքն պատրաստ է իր մի աչքը հանի, որպեսզի դիմացի 2 աչքը հանի։ Տեսեք ինչ չարիք է նախանձը, նախ իր անձին վնասեցին, մի աչքը հանեցին, բայց հասավ նրան, որ դիմացինի 2 աչքը 2 աչքից կուրացավ։ Տեսեք ինչ չարիք է նախանձը։ Նախանձ վերացնում է սերը, որտև սիրո թշնամին է նախանձը, իսկ սիրով կարող ենք նախանձը հաղթահարել։ Նախանձը հաղթահարում ենք սիրով, եթե մեր մեջ չարը ատելություն է սերմանում դիմացինի հանդեպ, ապա մենք սիրով պետք է հանենք այդ նախանձն ու չարիքն ու ատելությունը։ Նախանձի դիմաց սեր։ Ամեն